Ի վերջո, պայմանագիրը թե համաձայնագիր խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը Հայաստանի արտգործնախարարության ձևակերպումով այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր է։ Մասնագետները տարակուսում են, Հայաստան-Ադրբեջան դե յուրե պատերազմ է եղել, որ համաձայնագիր տարբերակն է գործածվում։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն էր հիշենք հայտարարում, թե մի օգտագործեք խաղաղության պայմանագիր ձևակերպումը, այն աշխատանքային է։ Խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այն ինչ ստորագրվի իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր։ Նրանք սակայն համաձայնագիրն էլ չեն ստորագրում, դա անելու համար նորանոր վերջնագիր նախապայմաններ դնում սեղանին։ Երևանն այս օրերին անընդմեջ կրկնում է Հայաստանը պատրաստ է վերջնական տեքստով Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը։ Բաքուն սակայն վերջին 4 օրում 10-րդ կեղծիքն է տարածում, իբր հայկական կողմը սահմանին կրակել է։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ռեժիմով հերքում է ու հիշեցնում Երևանի առաջարկը։ Հրադադարի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ հիմա Ադրբեջանը պարզապես չի արձագանքում։ Չնայած մենք հայտարարել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Ինչու է Բաքուն այսպես համառում ու ձգձգում։ Իրավունքի մասնագետները տարակուսած են 17 կետանոց փաստաթղթի 17 կետի տոտալ համաձայնությունը կա։ Դրա համար Երևանը նույնիսկ ընդդեմ Ադրբեջանի միջազգային դատական այցերի հետ կանչին համաձայնեց։ Նա ստորագրությունը չի դնում թղթի տակ, որովհետև ըստ միջազգային իրավունքի մասնագետի դա կարող է զսպաշապիկ դառնալ, սահմանափակել նրան։ Դա այն դեպքում, որ արդեն պայմանագիրը կնքված է եւ կողմերից մեկը մանևրում է, չի կատարում կամ յուրովի է մեկնաբանում պայմանագրի որևէ նորմ, որով ասենք առ ոչինչ է դառնում պայմանագրի կոնկրետ որևէ մեխանիզմ, եթե կողմերից մեկը սպառնում է ուժ կիրառել, դա արդեն իսկ հենց այդ փաստի ուժով խախտում է։ Մենք ունենք այդ իրավիճակը փաստացի։ Դա Ադրբեջանը շարունակ խախտում է, կոնկրետ դա ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածն է, որտեղ նշվում է, որ իրենց վեճերը պետք է կարգավորեն խաղաղ կերպով։ Բաքուն փաստացի խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, այլև չի տեսնում նաև Եվրախորհրդանի հենց այս օրերին ընդունած պրոհայկական բանաձևը, շրջանցում է Եվրոպայի խորհրդի բազմաթիվ կոչերը, հայտարարություններն ու բանաձևերը, տրորեց միջազգային դատարանի որոշումը բացել Լաչինի միջանցքը ու աշխարհի բաց աչքի առաջ աշխարհի քարտ բլանշով այս կետին հասանք։ Ալիևը հիմա բռունցքն է թափահարում սպառնալիք մեղադրանքների տուտը բացած։ Նաև են կեղծ թեզը, թե իբր թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, եթե ֆաշիստական պետություն է, ապա ինչպես է դու բանակցում ֆաշիստական պետության հետ։ Իհարկե Ադրբեջանը անդադ ինչ-որ փաստարկներ է բարձրացնում, բայց ինքը մենակ է մնում այդ փաստարկները, որովհետև դրանք ընդհանրապես դուրս են ոչ միայն միջազգային իրավունքի հաստատված նորմերի շրջանակից, այլև ասենք տրամաբանությունից։ Ուր են տանում Ալիևի ամեն օր ավելացող վերջնագրերը։ Նա չի մոռանում նախապայմանի լեզուն։ Նախկին արտգործնախարար Մամեդյարովն էլ ասում էր՝ երկաթ բետոնե փաստաթղթի են ձգտում։ Խոսքը ուղիղ էր։ Փաստաթուղթը պետք է լինի երկաթ բետոնե դարերի համար, որը չի թողնի պոտենցիալ խոց Ադրբեջանի մարմնում։ Մարմնում դեռ խոց փաստորեն ունեն, որ Բաքուն դոփում է տեղում։ Սիրան Շմրադյան, Ժամ լրատվական։